Ողջույն, մոտ 170 միլիարդ։ Այսքան նեյրոն ու օժանդակ բջիջ է պարունակում մարդու ուղեղը, ու դրանք բոլորն աճել են միակ բեղմնավորված ձվաբջջից։ Ինչպես է այս հսկայական համակարգում յուրաքանչյուր բջիջ հայտնվում հենց այնտեղ, որտեղ պետք է լինի ու վերածվում անհրաժեշտ տեսակի։ Երկար ժամանակ համարվում էր, որ գլխավոր կողմնորոշիչը քիմիական ազդանշաններն են։ Զարգացող հյուսվածքներն արտադրում են հատուկ մոլեկուլներ, որոնք էլ ձևավորում են գրադիենտներ, որքան մոտ է բջիջն աղբյուրին, այնքան բարձր է ազդանշանի խտությունը։ Այս մոլեկուլային կողմնացույցի միջոցով բջիջը կարող է հասկանալ իր դիրքը եւ ընտրել իր ճակատագիրը, օրինակ վերածվել կոնկրետ տիպի նեյրոնի։ Սակայն այս գաղափարն ունի լուրջ խնդիր։ Քիմիական ազդանշանները լավ են աշխատում փոքր հեռավորությունների վրա, իսկ ուղեղը հսկայական եւ արագ աճող ստրուկտուրա է։ Այն բջիջների համար, որոնք հայտնվում են հյուսվածքի խորքում ու ազդանշանների աղբյուրներից հեռու, նման մոլեկուլային ցուցիչները դառնում են չափազանց թույլ։ Այդուհանդերձ այս բջիջները ճիշտ դիրքեր են զբաղեցնում։ Cold Spring Harbor լաբորատորիայի նեյրոկենսաբաններն առաջարկել են ավելի պարզ բացատրություն։ Հնարավոր է, որ այս խաղում կարևորագույն դերը խաղում է ոչ թե հեռավորությունն ազդանշանից, այլ բջջի ծագումնաբանությունը։ Գիտնականները դա բացատրում են կենցաղային օրինակով։ Եթե նայենք, թե ինչպես են մարդիկ սերունդների ընթացքում բնակություն հաստատում երկրով մեկ, նկատելի է դառնում մի օրինաչափություն։ Երեխաները սովորաբար ապրում են ծնողներից ոչ հեռու, թոռները երեխաներից ոչ հեռու։ Ժամանակի ընթացքում մեկ ընտանիքի ժառանգները կարող են զբաղեցնել քաղաքի մի ամբողջ շրջան առանց որևէ կենտրոնացված պլանի։ Զարգացող ուղեղում կարծես տեղի ունենում նմանատիպ մի բան։ Երբ բջիջը կիսվում է, նրա դուստր բջիջները մնում են միմյանց կողքին։ Հետո դրանք նորից են կիսվում ու ժառանգները նույնպես մնում են մոտակայքում։ Աստիճանաբար ձևավորվում են միևնույն նախնուց ծագող բջիջների ամբողջական ընտանեկան կլաստերներ։ Նման սցենարի դեպքում դիրքային ինֆորմացիան փոխանցվում է ոչ թե հեռավոր քիմիական ազդանշանների միջոցով, այլ կիսումների շղթայով։ Բջիջները բառացիորեն ժառանգում են իրենց նախնիների վիճակը, այսինքն բջջի ճակատագիրը զգալիորեն որոշվում է նրա ծագմամբ, նրանով թե որ բջջից է այն առաջացել եւ որտեղ է գտնվել նրա ընտանիքը։ Հետազոտության հեղինակները նշում են, որ նման համակարգում չկա միասնական կառավարման կենտրոն, ոչ ոք միանգամից հրամաններ չի տալիս ամբողջ ուղեղին, փոխարենն աշխատում են բջիջների տեղային խմբեր, որոնք աստիճանաբար կիսվում են, ընդլայնվում եւ ձևավորում բարդ կառուցվածք։ Վարկածը ստուգելու համար գիտնականները նախ կառուցել են հյուսվածքի աճի մաթեմատիկական մոդել, ապա նրանք համեմատել են դրա կանխատեսումները մկների ուղեղում գեների աշխատանքի մասին իրական տվյալների հետ։ Նմանատիպ օրինաչափությունները ստուգվել են նաև մեկ այլ օրգանիզմի դանի ու ձկան վրա։ Սա օգնել է համոզվել, որ մեխանիզմը կարող է աշխատել տարբեր չափերի ուղեղներում։ Եթե մոդելը ճիշտ է, դրա նշանակությունը կարող է ավելի լայն լինել, քան նեյրոկենսաբանությունը։ Նմանատիպ սկզբունքները կարող են բացատրել օրինակ ուռուցքների աճը, որտեղ բջիջները նույնպես տարածվում են կիսումների շղթաների միջոցով։ Բացի այդ, հետազոտողները ենթադրում են, որ ինքնակազմակերպման նման կանոնները կարող են օգտակար լինել բարդ համակարգերի նախագծման ժամանակ, ընդհանուր մինչև արհեստական բանականության ինքնավերարտադրվող ձևեր։ Այլ կերպ ասած, ուղեղի հսկայական ճարտարապետությունը կարող է առաջանալ առանց կենտրոնական պլանի, պարզապես այն պատճառով, որ բջիջներն աճում եւ կիսվում են իրենց բարեկամների կողքին։ Երբեմն ամենաբարդ ստրուկտուրաներն առաջանում են ամենապարզ կանոններից։ Աշխարհում 131 միլիոն մարդ ապրում է շաքարային դիաբետով պայմանավորված քրոնիկ խոցերով։ Այս վերքերը կարող են չափակինվել ամիսներով ու նույնիսկ տարիներով, հաճախ ավարտվելով անդամահատմամբ։ Բուժումն առողջապահական համակարգի վրա տարեկան արժենում է մոտ $755 միլիարդ, ու երկար ժամանակ մինչև վերջ պարզ չէր, թե ինչու են նման վերքերն այդքան կայուն թերապիայի նկատմամբ։ Նոր խոշոր գիտական ակնարկն օգնում է ամբողջացնել պատկերը։ Պարզվում է, որ հիմնական խնդիրը կապված է ոչ այնքան բուն վերքի, որքան իմունային համակարգի աշխատանքի հետ։ Ավելի ճիշտ նրա, թե ինչպես է իմունային համակարգը ժամանակի ընթացքում կորցնում աշխատանքի իր ռիթմը։ Սովորական պայմաններում վերքի ապաքինումը լավ կազմակերպված պրոցես է։ Նախ վնասվածքի վայր են գալիս նեյտրոֆիլները, բնածին իմունիտետի բջիջներ, որոնք ոչնչացնում են բակտերիաներն ու մաքրում վերքը։ Այնուհետև հյուսվածք են այցելում մոնոցիտները, որոնք վերածվում են մակրոֆագերի։ Սկզբում դրանք աշխատում են այսպես կոչված բորբոքային ռեժիմում, որն անվանում են M1 վիճակ։ Սակայն որոշ ժամանակ անց նույն բջիջներն անցնում են M2 ռեժիմի, որն արդեն կապված է ոչ թե պայքարի, այլ վերականգնման հետ։ Բորբոքումը նվազում է, ձևավորվում է նոր հյուսվածք, վերքն աստիճանաբար փակվում է։ Այսինքն բջիջների յուրաքանչյուր խումբ գործում է խիստ որոշակի պահի։ Եթե համեմատենք այս process-ը վերանորոգման հետ, ապա նախ գալիս է վթարային ծառայությունը, իսկ հետո շինարարների բրիգադը։ Շաքարային դիաբետի ժամանակ այս սցենարը խախտվում է, մակրոֆագերը մնում են M1 վիճակում ու չեն անցնում վերականգնողական ռեժիմի։ Բորբոքումը շարունակվում է, բայց վերականգնումը չի սկսվում։ Խնդիրներ են առաջանում նաև իմունային համակարգի այլ բջիջների մոտ։ Նեյտրոֆիլները սկսում են չափազանց շատ քայքայիչ ֆերմենտներ արտադրել եւ վնասում են շրջակա հյուսվածքները։ Պարարտ բջիջները կամ մաստոցիտները դառնում են գերակտիվ եւ պահպանում են քրոնիկ բորբոքումը։
Դենդրիտային բջիջներն էլ ավելի վատ են կատարում վերքը մահացած բջիջներից մաքրելու գործը, իսկ դրանց կուտակումը հրահրում է իմունային արձագանքի նոր ալիքներ։ Նույնիսկ ադապտիվ իմունիտետի բջիջները, օրինակ T բջիջները, ավելի թույլ են աշխատում, քան պետք է։ Դրանց քանակը չի բավարարում, ինչի արդյունքում այս բջիջները ավելի վատ են կարգավորում բորբոքային process-ը։ Արդյունքում ձևավորվում է փակ շրջան, բորբոքումը վնասում է հյուսվածքները, վնասված հյուսվածքներն առաջացնում են նոր բորբոքում ու վերքը կարծես մնում է ապաքինման մեկ փուլում։ Լավ նորությունն այն է, որ այս մեխանիզմները հասկանալը բացում է թերապիայի նոր ուղղություններ։ Գիտնականներն արդեն փորձարկում են դեղամիջոցներ, որոնք ունակ են անցկացնել մակրոֆագերը M1 ռեժիմից M2 վերականգնողական ռեժիմի։ Ուսումնասիրվում են ցողունային բջիջների կիրառման մոտեցումներ ու նոր տեսակի վիրակապեր, որոնք կարող են իմունակարգավորիչ նյութեր հասցնել անմիջապես վերքի մեջ։ Աշխատանքի հեղինակները կարծում են, որ այստեղ առանցքային գործոնը ճիշտ ժամանակացույցն է։ Ապաքինման տարբեր փուլերում վերքը պահանջում է տարբեր տիպի միջամտություններ։ Հետևաբար ապագայում բուժումը հավանաբար կընտրվի ավելի ճշգրիտ, հիմնվելով կոնկրետ վերքի իմունային պրոֆիլի եւ այն բանի վրա, թե process-ի որ փուլում է այն գտնվում։ 90-ականներին թվում էր, թե երկրի վրա ինչ-որտեղ կարող են դեռ թաքնված լինել իսկական դինոզավրեր։ Բավական է գտնել կորուսյալ Սարահարթն ու կհայտնվես մի աշխարհում, որտեղ ժամանակը կանգ է առել միլիոնավոր տարիներ առաջ։ Հենց այսպիսի պատմություն է գրել Արթուր Կոնան Դոյլն իր Կորուսյալ աշխարհ վեպում։ Հարավային Ամերիկա ուղևորված արշավախումբը հայտնաբերում է մեկուսացված Սարահարթ, որտեղ գոյատևել են նախապատմական էակներ, դինոզավրեր, պտերոդակտիլներ ու վաղուց անհետացած կյանքի այլ ձևեր։ Այս արկածախնդրության գլխավոր շարժիչ ուժը էքսցենտրիկ պրոֆեսոր Չելենջերն է, ով համոզված է, որ գիտությունը պետք է ստուգի նույնիսկ ամենաանհավանական վարկածները։ Կորուսյալ աշխարհը դարձավ 20-րդ դարի ամենահայտնի գիտաարկածային պատմություններից մեկը։ Ու շատ ընթերցողների համար, հատկապես նրանց, ովքեր մեծացել են VHS-ների հեռուստատեսային արկածների սերիալների դարաշրջանում, սա առաջին տոմսն էր դեպի գիտական ֆանտաստիկայի զարմանալի աշխարհ։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։